Ինչպես եւ խոստացել էի, այսօրվա երկրորդ լայվը նվիրված էր լինելու Իսրայելի կողմից ցեղասպանության, հայոց ցեղասպանության ճանաչման ակտին, որը լայնորեն քննարկվում է շատ հասկանալի պատճառներով հասարակության մեջ, կան ամենատարբեր վերաբերմունքները, կարծիքները, բայց մինչև դրան անդրադառնալը, քանի դեռ մեր լսարանը նոր է հավաքվում, տեսնում եմ, որ աշտարաբար միանում են, ուղղակի այսօրվա առավոտյան լայվի հետևանքների մասին։ Ուրեմն այն բավական մեծ դիտումներ է ունեցել, մի քանի տասնյակ հազար դիտումներ, գոնե իմ վերջին տեսածով 60,000 դիտումներ էր ունեցել, եւ տիկին մադամ Տուրկոտը մտածել էր, որ երևի դա կատակ է, այն ինչ որ արձագանքել էր, բայց ինքն էլ երևի անհանգստանալով ծավալներից մի սրտաճմլիկ գրառում էր արել, բավականին զուսպ, բայց այդ զսպության մեջից ուղղակի վախերը ճչում էին, որովհետև բռնել էին գործի վրա, բոլորս միասին, եւ պարզվեց ես ամենաառաջինը չեմ, որովհետև Facebook-յան հանրության շատ այլ անդամներ ավելի պատեհարիթներ էին ունեցել տեսնելու տիկնոջ իրականացրած աշխարհաքաղաքական գիծը եւ քաղաքական գիծը ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հօգուտ Ռուսաստանի այսօր գրառում է կատարել սրտաճմլիկ, որ ու ըստ որում շատ հայտնի մեթոդիկայով եւ հատուկ դպրոց են անցնում նման մարդիկ, գիտեք, մինչեւ այդպիսի միսիայի գործողվելը գրառման մեջ փորձել է շեղել, թե իբրև իրեն ասել են այս, բայց այդ բանը ասող չի եղել, բայց ինքը այս է, իրեն ասել են այս, բայց ինքը այս չէ, բայց կրկնում եմ, այն ինչ որ գրել էր, այդ բոլորից որևէ մեկում ես իրեն բան չի ասել, մոտավորապես, մասնավորապես, օրինակ շատ կոնկրետ օրինակ բերեմ, ես իրան չեմ ասել, որ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատունը թող հետևի, թե ինչով ազբաղված նա եւ ես ասել եմ Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ անվտանգության ծառայությունները թող ուշադրություն լինեն, թե ինչ է իրենից ներկայացնում կամ այդ սեր-սյունիք նախաձեռնության փաթեթներում օճառ, չգիտեմ, անձեռոցիկ եւ այլն, որ այսպես շփրտում է երեխաներին մի հատ էլ ամոթանք տալիս Հայաստանի Հանրապետությանը, թե իմ համար ոչինչ չեք այլի, ընտանիքի համար չեք այլի, բայց ես ձեզ համար անում եմ եւ այլն, այսպես գոներով էլի, այդպես տոնով, տոնի մեջ, պոզաների մեջ տիկինը, իրեն այսպեսի բան ասող չի եղել, ես նույնպես եմ կրկնում, այո, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը այսուհետ պիտի ուշադիր լինեն, թե յան ազգանունով տարատեսակ մարդիկ ինչ մտադրություններով են իրականացնում այսպես կոչված բարեգործական ծրագրեր, մի կողմ եմ թողնում հələ դեռ այդ մարդիկ, որոնք պիտի մադամ Տուրկոտի հիմնադրամին հանգանակություն անեն, թող այդ մարդիկ հաշվետվությունը պահանջեն, թե իրենց գումարները եւ ինչ քաղաքական փաթեթավորման են մատուցվում, բայց ուզում եմ ասեմ, դրան այդպեսի բանացող չի եղել եւ ավելին ես այսօր իր գրառումից իմացա, որ ինքը ամերիկյան ջուր քաղաքում քաղաքային խորհրդի անդամ է, առավել քան ողբերգական է դառնում պատկերը, որ Միացյալ Նահանգներում արդեն տասնամյակներ ապրող եւ արդեն որոշակի քաղաքական կարգավիճակ ունեցող տիկինը առավոտից իրիկու ուրեմն Մարիա Զախարովաներ է տարածում առավոտից իրիկու ոչ թե իր գործն է լուսաբանում Միացյալ Նահանգներում իր քաղաքում, իր քաղաքի համար, այլ ամբողջ օրը գրառումներ է անում Հայաստանում։ Իդեպ նա էդ էլ է փորձել մեղադրել, որովհետեւ մեկը խնդիր չունի, դու Նիկոլ Փաշինյանին ընդունում ես, թե չես ընդունում։ Ինքան մարդ կա Նիկոլ Փաշինյանին չընդունող, որից ես որևէ խնդրեմ չունեմ եւ մարդիկ ազատ են ընդունելու կամ չընդունելու Նիկոլ Փաշինյանին կամ նրա իշխանությունը։ Որևէ մեկը քեզ չի ասել քո քաղաքական հայացքների համար դու Հայաստանի համար ոչինչ մի արա։ Քեզ հիմնական հարցը կամ այն գործը, որի վրա բռնել ենք, դա եղել է հետեւյալը։ Ինչով ես դու զբաղված տիկին, ինչու ես ռուսական նարատիվներ տարածում եւ արդյոք Միացյալ Նահանգները, որտեղ դու ծվարել եւ ապաստանել ես, արդյոք տեղյակ են, առավել եւս եթե դու այդ երկրում ունես քաղաքական կարգավիճակ, ընտրովի մարմնի անդամ ես, արդյոք տեղյակ են, որ դու առավոտից իրիկուն երկու լեզվով
երկու լեզվով անգլերեն եւ ռուսերենն էլ երևի գրում ես Մարիա Զախարովայի հեշտ կարդալու համար հանկարծ թարգմանիչ չօգտագործեն երկու լեզվով բանը գրառումներ ես անում բացառապես ռուսական նարատիվներ տարածելով քիչ որ մեկը չի ասել դու Սիրիա Հայաստանի իշխանություններին ես ընդհանրապես լինելով ժողովրդավարության խորը հետևորդ չեմ կարող որևէ հայրենակցի ասել սիրեք կամ համակրեք որևէ քաղաքական ուժի բայց ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի մնացածը իրավունք ունենք ծնկները ջարդենք բոլոր նրանց ովքեր ծվարածյան ազգանվան տակ գործում են Հայաստանի Հանրապետության դեմ եւ սպասարկում են այլ երկրի շահեր ի տարբերություն տարատեսակ մադամների մեզանից որևէ մեկը ոչ ես ոչ իմ ընտանիքի այլ անդամույցը դասաֆանը ոչ էլ այն ազնիվ քաղաքացիներ որոնք այդ կռիվները տալիս են վիրտուալ տարածության մեջ որևէ մեկը որևէ մայրաքաղաքում որևէ թուղթ չի ստորագրել որևէ երկրի շահեր սպասարկելու որևէ նարատիվ ֆրցնելու դեպաբար Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ տարածությունները այո պիտի հետևեն թե դու այդ ինչով ես զբաղված քաղաքային կառավարման հարցերը թողած զբաղված ես Կրեմլի նարատիվները Հայաստանում տարածելով հայ հասարակության համար որում գրառումներ տանելով ռուսերեն եւ անգլերեն ու հիմա էլ այսօր խիղճացած Պուտին պամագի ոճի մեջ ուրեմն գրառումներ ես անում որ մոտորապես սիգնալներ ես թողում երևի համապատասխան վայրերին որ ինձ հետապնդում են Հայաստանից հասկանում եք ինձ հետապնդում են Պուտին պամագի нас бьют мы не летаем բայց միևնույնն է դու ալա Պուգաչովա չես դառնալու ասել եմ Գաջվես չգաջվես Պրեչոսկան այդ փողոցը չէ դրա տակից մեկը Զեյնաբ Խանլարովան եւ Բաքվի մուղամը երևում են բայց որ սիրելիներս մեր այսօրվա բուրըն քննարկումը մեծ դիտումներ ունեցած իր արդյունքները տվել է այդպես իմացեք որ ծնկները ծալվելու են այո ծնկները ջարդելու ենք բոլոր անց ովքեր գործեն Հայաստանի Հանրապետության հետ այսօր ճակատագրի հեգնանքով միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը եկել Արցախից բռնատեղահանված մեր հրաշալի հայրենակիցներից մեկը Դավիթ Բաբայան, որը նաև մեր հայկական վեկտորի նախաձեռնության անդամներից է, ու հետաքրքիր է լայվից հետո ասում եմ Դավիթ, ես հետ եմ նայում այս մեր մոտ ժամանակների ողբերգությանը ու ուզում եմ հասկանամ լավ ես պատգամավոր եղած ժամանակ ամեն ինչ արել եմ որ Ղարաբաղի դեմ բանաձև չընդունվի եւ կարող եմ գլուխ գովալ որ 5 տարի իմ պարլամենտական գործունեության արդյունքում միակ 5 տարին է եղել հայոց խորհրդանական պատմության մեջ որ տապալվել են Ղարաբաղի վերաբերյալ բանաձև Ադրբեջանանպաստ եւ դրանք բացառապես դրա մասին գիտեր նույնիսկ նախկին կոալիցիան բոլորը գիտեին բացառապես իմ ջանքերի շնորհիվ ես պատերազմի իմ ընտանիքից ուղարկել եմ 10 մարդու իմ փեսային իմ եղբորը իմ քույրերի եղբայրների որդիներին բայց ես նաև էլի այդքանից հետո ասում եմ տեսնես էլի ինչ չեմ արել որ կարող էի անել ու հիշեցի մի բան որ էլի չեմ արել որ այն ժամանակ այս տարատեսակ ռեզիդենտուրաների ոտերը չենք ջարդել կուլ են գնացել յան ազգանուններին, կուլ են գնացել փոքր երկիր ենք, դե բաժանում չլինի, պարակում չլինի, բայց եթե այդ ռեզիդենտուրաների ոտերը կոտրված լինեին, լյուստրացիա արված լիներ եւ սրանք էլ չոքացված լինեին ու չկարողանային Հայաստանի սահմաններից դուրս մարգո երկուներ խաղային, ժամանակ միգուցե Արցախում մենք փոքր այլ պատկեր ունենանք։ Սիրելիներս, քանի որ արդեն հավաքվել եք, այսքան ներածականից հետո ասում եմ խոստացված վերլուծությանը, որովհետև ես ընդունում եմ, որ վերջին շրջանում քիչ եմ երևում հանուն արդարության դրա օբյեկտիվ պատճառները եղել են եւ հասարակությունը տարբեր կարծիքների, չեմ ուզում ասել իմ տեսակետի սովը ունի, բայց տարբեր տեսակետների, տարբեր մոտեցումների կարիք ունի ու այս օրերին տեղի ունեն զարգացումներ, որոնք բոլոր շերտերով մինչև խորքը հասկանալը կարևոր է։ Համատեքստը վերլուծելը կարևոր է, որում ես բացառապես չեմ հավակնում լինել ակունք իմաստության, ես վստահ եմ, որ դուք նույնպես ձեր մեկնաբանություններով կլրացնեք վերլուծությունները կամ կուղեք կամ կհակադարձեք այն թեզերին, որոնց հետ համաձայն չեք, ես ուրախ կլինեմ լսել բոլոր տեսակետները։ Եվ այսպես ինչ է տեղի ունենում։
Բոլորդ հիշում եք, որ ամիսներ առաջ շատ տարօրինակ ձևաչափում հարցազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետին հաղորդավարը հարց տվեց Հայոց ցեղասպանության մասին եւ ինքը այսպես ժպիտը երեսին ասեց, այո, ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, Իսրայելը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Մենք բոլորս իհարկե ուշադրություն հրավիրեցինք եւ ձևին, որը պատշաճ չէր, հա, եւ նաեւ Իսրայելն էլ հասկացավ, որ անհրաժեշտություն է ուղղակի այդպես հերոստահաղորդման ընթացքում նախագահի շուրթերով մեկ բառով ուղղակի ճանաչել հայոց ցեղասպանություն եւ համարել, որ Իսրայելը իր բարոյական պարտականությունը կատարել է որպես համաշխարհային միջազգային հանրության անդամ ցեղասպանության ենթարկված առաջին ժողովրդի, իսկ հрьяաների երկրորդն էին, առաջին ժողովրդի հանդեպ։ Բայց մենք բոլորս ենք հասկանում, որ այդ ամենը ունի շատ լուրջ քաղաքական շարժառիթներ եւ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում։ Մա Իսրայելի գործադիր իշխանությունը, Իսրայելի գիտեք խորհրդարանական պետություն է եւ այնտեղ իշխանությունը առաջնային մանդատ կրողը Քնեսեթն է, Իսրայելի խորհրդարանը, ինչ որ չափով նման է Հայաստանի կառավարման համակարգին, որտեղ նախագահը խորհրդանշական դերակատարում է ունենում եւ այլն, եւ քանի որ ես ինքս 2007 թվականին հանդիսացել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման օրինագծի պատրաստողը, որը նախշրջանության մեջ դրվեց Ռաֆի Հովհաննիսյանի ապանայով մեր բոլորիս կողմից եւ ես խորհրդարանում առնվազն 4 անգամ ես եմ ներկայացրել այդ հարցը եւ մշտական հանձնաժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ նաեւ ուրեմն հատուկ կարգով նշանակված քննարկումներում ես ուսումնասիրել էի 120 երկրների փորձ խորհրդարանական հարցման շնորհիվ, թե ինչպես է կատարվում ճանաչման ակտը։ Իհարկե դա կախված է շատ երկրի կառավարման ձևից եւ բնականաբար, եթե մենք գործ ունենք խորհրդարանական հանրապետությունների հետ, ապա այդ երկրներում նման բաները ճանաչվում են խորհրդարանների կողմից, որոնք հետո ստորագրվում են նախագահի կողմից եւ դառնում լիարժեք ճանաչում։ Չանդրադառնամ ճանաչման ձևերին դե ֆակտո, դե յուրե եւ այլն, սա դե յուրե ճանաչման ակտ է, փաստի, պատմական փաստի, ուրեմն հայոց ցեղասպանության եւ էական է իսկապես, որ դրա նախաձեռնողը լինի կամ դա անցնի Քնեսեթում։ Եթե ոչ 3, ապա այսօր ես ընթերցել եմ Օրբելի կենտրոնից մեր գործընկերներից Արմեն Պետրոսյանի վերլուծությունը եւ այս առումով ավելացնելու բան չունեմ, որովհետեւ Քնեսեթը շուտով գնում է արձակուրդ եւ նաեւ աշնան հոկտեմբերին նշանակված են Քնեսեթի ընտրություններ, հետեւաբար խիստ քիչ է հավանականությունը, որ ճանաչումը կլինի խորհրդարանի մակարդակով, ինչպես եւ ինքն է նշում եւ ես եմ նշում որպես ճանաչման ակտերը ուսումնասիրած ուրեմն քաղաքական գործիչ, հասարակական գործիչ, նախկին պատգամավոր եւ փորձագետ, այնպես որ բայց սա ամենևին չի նսեմացնում, թեկուզ եւ գործադիր իշխանության մակարդակով, կառավարության մակարդակով դե յուրե, կրկին դե յուրե ճանաչման նշանակությունը։ Եվ ինչպես նշեցի, նախկինում իհարկե Իսրայելը հասկացել էր, որ Հայաստանում լուրջ չեն վերաբերվում եւ ընդհանրապես աշխարհում որը մեկը լուրջ չվերաբերվում հերոստահաղորդման ընթացքում ի պատասխան հարցի նման ողբերգության ճանաչումը եւ այլն, որը դատապարտման, որևէ կամ կանխարգելման եւ այլն կոչեր չի պարունակում, լուծումներ չի քաղաքական հազարականներ չի պարունակում, հետեւաբար դա լուրջ չէ, որովհետեւ դա դե յուրե ճանաչում չէ, դա դե ֆակտո ճանաչում էր, այն էլ տվյալ պահին Իսրայելի նախագահի աթոռը զբաղեցնող անձի կողմից։ Բայց այս ճանաչման առանձնահատկությունները էլի մի կողմ թողնենք, դետալները կարևոր են իհարկե։ Մի խոսքով ես համաձայն եմ Արմեն Պետրոսյանի հետ, որ դժվար թե օբյեկտիվ պատճառներով Իսրայելը առաջիկայում խորհրդարանի մակարդակով ճանաչի ցեղասպանության ակտը, ինչպես որ դա ճանաչել են աշխարհի բազում երկրների խորհրդարաններ,
Բայց սա ամենևին չի նշանակում, թե այդ ճանաչումը պետք է դուրս մնա ուշադրությունից կամ դա մեր կողմից չկարևորվի կամ մենք չփորձենք հասկանալ, թե ինչ է ընկած դրա տակ, որովհետև ակնհայտ է, որ անկախ նրանից, թե օբյեկտիվ պատճառներով Իսրայելում կհասցնեն խորհրդարանի մակարդակով նույնպես ճանաչել ակտը թե ոչ, մի բան ակնհայտ է, քաղաքական որոշում Իսրայելը կայացրել է, որ ցեղասպանության խաղաքարտը ինքը օգտագործելու է։ Այսինքն ցեղասպանության ճանաչումը իր օրակարգում է։ Եվ իհարկե ինձ հանդիպեցին եւ կարճ գրառումներ եւ նաեւ որոշակի նյութեր, որոնք խոսում էին առավելապես ուրեմն Իսրայելի եւ Թուրքիայի միջև այսպես ասած չդեէսկալացվող ոչ չափաշկացող հարաբերությունների հետ, որը ճիշտ է, բայց սա հավատացնում եմ ձեզ ընդամենը գործընթացի փոքր երեսն է։ Հետևաբար եկեք հասկանանք միասին, թե ինչու է Իսրայելը հիշել եւ իր քաղաքական օրակարգում վերցրել հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը, ինչ է ուզում դրանով ասել, ում է ուզում դրանով ասել եւ ինչ է ասում եւ ինչ նպատակներ է հետապնդում այդ քաղաքական որոշումը ընդունելով։ Անայդ Նիկոլայան գրում է, որ լավ են արել, որ ճանաչել են, դա հետին միտք չունի չբորբոքի որոշ հետևանք, սիրելի Անահիտ, հենց դրա հենց դա ենք քննարկում, որովհետև այն չգիտակցվելու դեպքում եւ չգիտակցած գործելու դեպքում կարող է ունենալ որոշակի հետևանքներ եւ Իսրայելը այն պետությունը չէ, որ նման բան անում է, չակնկալելով որևէ հետևանք։ Իսկ Մարամարան մեր ընկերներից գրում է, որ հрьяան չի ընդունում, սիրելի Մարախնդրում եմ այդ ազգին ամանեք իրենց անունով, չի ընդունում, որ առաջինը մենք ենք, այլ իրենք դեռ անտիկ թվերից օրինակներ է բերվում, միշտ ցեղասպանվել է իրենք եւ այլ։ Այս եկեք այս լոկալ մրցակցությունը երկու հին ազգերի թողնենք մի կողմ եւ գործընթացների նայենք ավելի սառը եւ ստապ։ Իսկ ցանկացած նման բան ուսումնասիրելիս առաջին հերթին պետք է նայել ավելի մեծ համայնապատկերով։ Ես ողջունում եմ բոլորին նրանց, ովքեր միանում են եւ բոլորը մեզ բարևում են եւ բարեողջույններ են մաղթում։ Իսկ նման բաները վերլուծելու համար ավելի մեծ կոնտեքստ պետք է նայենք։ Ինչ է կատարում ավելի լայն եւ ժամանակային եւ տարածական առումով։ Ուրեմն այս ակտը հետևում է այն բանին, երբ ըստ էության Իսրայելի եւ Միացյալ Նահանգների համատեղ ջանքերը լուծելու Իրանի խնդիրը այնպես ինչպես մտադիր էր լուծել Իսրայելը, դրանք տապալվել են։ Տապալվել են այն առումով, որ ոչ թե այն իմաստով, որ դրանք որևէ հաջողություն չեն արձանագրել, չէ, եկեք չբացարձականացնենք նաև Իրանին, չվերագրենք, այսպես ասած, չուրջացնենք եւ չտանք որևէ հաղթական դափնիներ։ Ի վերջո Իրանն էլ կնքված ուրեմն մեմորանդումով գնում է լուծումների, որոնց նախկինում չէր ուզում գնալ։ Դա խոսք վերաբերվում է միջուկային ծրագրից, միջուկային զենքի գաղափարից հրաժարվելուն եւ հաստատված ուրանի ուրեմն հարցերին։ Այնպես որ եկեք հասկանանք, որ կոնֆլիկտը, իրանական թնջուկը չի լուծվել այնպես, ինչպես ուզում էր Իսրայելը, որովհետեւ Իսրայելը տոտալ հետապնդում էր Իրանի կապիտուլյացիայի նպատակ, բայց դա չեղավ։ Սա այդ կարևոր կոնտեքստերից մեկն է, թե ինչ իրավիճակում է եւ Միացյալ Նահանգներում Իրանի այս ուրեմն թնջուկի այսպիսի ելքը բերեց որոշակի լուրջ խորքային քննարկումների, որոնք կարող էին ազդել, եթե չասեմ կարող են ազդել, նաև աշնանը սպասվող ուրեմն ընտրություններում հանրապետական կուսակցության Տրամպի վարչակազմի դիրքերի վրա։ Չեմ ուզում կանխատեսումների դաշտ մտնել, ամերիկացիներ եւ Ամերիկայի պրոցեսներով հետաքրքրվողներ ավելի լավ կասեն, թե ինչ իրավիճակ է եւ ինչ սպասել, բայց համենայն դեպս տեսանելի է Միացյալ Նահանգների այս վարչակազմի անհանգստությունները, որ ըստ էության չեմ ուզում ասել Միացյալ Նահանգները խայտառակվեց, բայց համենայն դեպս չստացվեց այն, ինչը ի սկզբանե համարվում էր հեշտ ձեռք բերելի, հատկապես ուրեմն Լատինական Ամերիկայի ուրեմն երկրներում եւ հարավային Կովկասում Միացյալ Նահանգների արձանագրած որոշակի տակտիկական հաջողությունների արդյունքում։
Եվ հիմա այս իրավիճակում, բայց դրանից ավելի առաջ Իսրայելը ձախողել էր եւս մեկ այլ խնդրում։ Դա Գազայի խնդրի լուծումն էր։ Սրանից մենք այս երկուսից բխելու ենք գալու ենք դեպի հայկական խնդիր, որովհետեւ Իսրայելի քաղաքականությունը միշտ է կապ ունեցել եւ Իսրայելի ուշադրության կենտրոնում միշտ հայկական հարցն է եղել որպես սեփական խնդրի լուծման պոլիգոն։ Ղարաբաղյան խնդրով Իսրայելի դիրքորոշումները իթիվս այլ բազում գործոնների, որտեղ կար եւ Իրան, եւ զենքի վաճառք, եւ սեփական ռազմարջունաբերության արտադրանքի փորձարկում եւ գովազդ, ամեն ինչ շատ գործոններ կարող ենք թվարկել, բայց ամենաակնառու թիրախներից մեկը եղել է նա, որ ինչպես նշեցի, որ Իրանի հարցում Իսրայելը, ինչպես եւ Ռուսաստանը, տարբեր կողմերից, բայց նույնատիպ շահագրգռված էին ստանալ կապիտուլյացիայի օրինակ, երբ որևէ երկիր, գիտեք, որ հիմնականում հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այլևս, այսպես ասած, աշխարհը չի խրախուսում հակամարտություններում կողմից մեկի կապիտուլյացիայի խնդիրը։ Երևի թե այս սկզբունքը շատ լրջորեն սկսեց խաթարվել Կոսովոյի անկախության միակողմանի ճանաչմամբ եւ որ ըստ էության փորձեցին Սերբիային ուղղակի հասկացնել, որ դու պարտված կողմ ես եւ պիտի ընդունես արդյունքները, բայց Իսրայելը եւ Ռուսաստանը նույն Ղարաբաղյան թատերաբեմը դիտարկում են որպես պոլիգոն, մեկը Ուկրաինայի համար, որտեղ ինքը գիտեր, որ հետո անելու է այն, ինչ Ադրբեջանին հաջողվի անել, դա եւ միջանցքներ հաստատելն էր, որովհետեւ նա նոր տարածքներ, էքստրատարածքային միջանցքներ էր ուզում հաստատել նաեւ Ուկրաինայի հետ կապի, Մերձդնեստրի հետ կապի համար Ուկրաինան այսպես վերաձևեր մի այլ կարգի եւ ուրեմն տեղակայման համար ռազմական կոնտինգենտ, այսպես ասած խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը եւ միջազգային ռեակցիաների առումով եւ կապիտուլյացիոն պայմանագրի տեքստի առումով։ Նույն կերպ Իսրայելի համար է կարևոր եղել, որ մոլորակում բոլորի աչքի առաջ ի վերջո էթնիկ զտման մի թարմ օրինակ ստեղծվի, որովհետեւ ինքը նույնպես պատրաստվում էր Գազան դատարկել։ Հիմա մեզ հայտնի զարգացումների առումով բարեբախտաբար ռուսերին հաջողվեց Ուկրաինայում անել այն, ինչ ուզում էին անել, ոչ Իսրայելին հաջողվեց Գազայում անել այն, ինչ ուրեմն ուզում էր անել։ Այս ամեն ինչում ցավոք սրտի ամենամեծ տուժողը դարձավ հայ ժողովուրդը, որը միամտաբար հույսերը կապել էր Ռուսաստանի հետ առնվազն եւ արդյունքում ուղղակի մենք դարձանք այդ փորձադաշտի ճագարը, որին քերթեցին, կերան, մորթեցին բայց նաեւ չկարողացան այդ նույն հաջողությունը, Ադրբեջանի հաջողությունը կրկնել Ուկրաինայի թատերաբեմում եւ ուրեմն Գազայի թատերաբեմում, որովհետեւ երկուսը տարբեր ձևերով, բայց միջազգային հանրությունը միտեղ ավելի շատ, միտեղ ավելի քիչ, միտեղ Գազայի դիմադրությունը, միտեղ եւ այլն թույլ չտվեցին այնուամենայնիվ հասնել այս մոդելների գործարկմանը եւ կիրառմանը։ 23 թվականին հենց այդ ճակատագրական տարին Հայաստանի համար բոլորդ եք հիշում եւ ես էլ հենց այդ ժամանակներում մեծ 20-յակի գագաթաժողովի շրջանակներում Մյունխենի արտագնամիջոցառման ուրեմն կոնտեքստում գտնվում էի Նյու Դելիում, Հնդկաստանի մայրաքաղաքում, այնտեղ Ջո Բայդենի վարչակարգը Էմանուել Մակրոնը եւ նաեւ G20-ից այն բոլոր պետությունները, որոնք առնչվում էին Հնդկաստանի վարչապետ Մոդի եւ այլն, ստորագրեցին հայտնի մի փաստաթուղթ, որը վերաբերում էր Հնդկաստանը Եվրոպային միջերկրածովին կապող ծովային եւ ցամաքային մուլտիմոդալ ուրեմն տրանսպորտային միջանցքին։ Այդ միջանցքը անցնում էր Իսրայելով եւ Իսրայելը չնայած Բայդենի վարչակազմի եւ Իսրայելի միջև ունեցած բոլոր մեզ հայտնի հավանաբար շատերդ հիշում եք բարդություններին, երբ Բայդենի վարչակազմը այնուամենայնիվ թույլ չէր տալիս Իսրայելին հարձակվել Գազայի վրա եւ գործողություններ անել եւ դա հաջողվեց Բայդենի վարչակազմին, այնուամենայնիվ Բայդենի վարչակազմը որպես Միացյալ Նահանգների բացառիկ դաշնակից
եւ վստահելի դաշնակից Մերձավոր Արևելքում Իսրայելի վրա հողում անելով միջև այդ մուլտիմոդալ հաղորդակցության ծրագիրը, որը Հնդկաստանից, Մումբայից սկսում էր, գալիս էր Միացյալ Արաբական Էմիրություններ, հետո Սաուդյան Արաբիայով, նոր կառուցվելիք ուրեմն երկաթուղով պիտի հասներ Հորդանան, Հորդանանից մտներ ուրեմն Իսրայել եւ Իսրայելից հետո միջերկրական ծով, որից հետո արդեն Հունաստան եւ Ֆրանսիա։ Ահա թե ինչու Մակրոնը այնտեղ ստորագրող կողմից մեկն էր, որտեղ Հունաստանը G20-ի անդամ չէր, բայց այդ շղթան ամբողջացնում էին Բայդեն, Մակրոն, Մոդի եւ նաեւ մնացած ուրեմն G20-ի անդամ հանդիսացող արաբական աշխարհի երկրներ եւ այդ մեծ տրանսպորտային միջանցքը անցնում էր Իսրայելով, որը շատ կատաղացրեց Թուրքիային եւ հիշում եք Թուրքիան ինչ հայտարարեց, Թուրքիան հայտարարեց, որ իմ տարածքաշրջանցող միջանցքներ չեն լինելու։ Հետո սկսվեց Գազայի ողբերգությունը եւ Իսրայելը շտապում էր, որովհետեւ նման չլուծված հակամարտությունը այնուամենայնիվ թիվ 1 խոչընդոտն մնում մեծ տրանսպորտային նախագծերի համար, որովհետեւ ոչ մի ընկերություն չի բերի կոնֆլիկտի գոտում ներդրումներ արել, ինչպես որ դա չեն արել Հայաստանում նույն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ուրեմն պատճառով։ Հա, հենց դրա համար, ասենք, բոլոր մեգա պրոյեկտները շրջանցում էին Հայաստան, որ մենակ դա Ադրբեջանը եւ Թուրքիան չէին մեզ դուրս դրնեվ, միջազգային հանրությունն էր ասում, եղբայր, այնտեղ հələ դեռ հայտնի չի, թե ապագայում ինչպես կդասավորվի, ռազմական գործողությունների թատերաբեմը ինչպես կծավալվի, հետեւաբար եկեք ձեռնպահ մնանք Հայաստանի տարածքով ճանապարհներից։ Եվ այս որոշումները քաղաքական մեծ ուժային կենտրոններում կայացվեցին այն բանից հետո, երբ Արցախյան խնդիրը մեզ հայտնի եղանակներով չասեմ լուծվեց, ուղղակի ոչնչացվեց, սպանվեց։ Հիմա Թուրքիան հասավ իր նպատակին։ Հիմա Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները շատ խորքային հակասություններ ունեն, որովհետեւ դեռ Էրդողանի արդեն իշխանության գալուց հետո, նույնիսկ Աբդուլլա Գյուլի նախագահության ստանձնումից հետո, երբ Արդարություն եւ զարգացում կուսակցության իշխանության եկավ Թուրքիայում, ժամանակ Ահմեդ Դավիթօղլուն էր արտգործնախարարը եւ տեսաբանը, որի կոնցեպցիան այսօր էլ իրականացնում է Էրդողանը, որտեղ նեոօսմանականությունը դիտարկվում է որպես ռազմավարական ակտիվ եւ ազդեցության, այսպես ասած, պրոյեկտման մեծագույն հնարավորություն, դա այն անվանում են նեոօսմանականություն եւ այլ եւ այլ։ Եվ հավակնությունները ստեցին ավելանալ ոչ միայն Մերձավոր Արևելքի Օսմանյան կայսրության նախկինում Օսմանյան կայսրության տարածքանցած երկրների նկատմամբ, տարածքների նկատմամբ կլիներ դա Սիրիան, կլիներ դա Լիբանանը, թե որևէ այլ երկիր, այլ նաև ուրեմն հենց բուն Երուսաղեմի եւ ուրեմն Գազայի նկատմամբ, որտեղ Թուրքիան փորձեց ստանձնել իսլամական աշխարհում նման առանցքային հակամարտության այսպես ասած հոգևոր հոր դերը պաշտպանություն ստանձնելով հիշում եք Մավի Մարմարայի գործողությունները, որտեղ նա իբրև թե փորձում էր Գազայի ժողովրդին հումանիտար օգնություն հասցներ, իսրայելական զինված ուժերը ուղղակի իրենց հրաշալի գործողությամբ չեզոքացրեցին դա, մի խոսքով Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները գնալով խորացել են քրդական խնդրի պատճառով, որովհետեւ քրդական խմբավորումները Սիրիայում, Իրաքում եւ այլուր վայելում էին իսրայելական հատուկ ծառայությունների աջակցությունը եւ Իսրայելի համակրանքը, Թուրքիան դա անցալում էր որպես վտանգ։ Մի խոսքով, ասենք Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններում կա բավականին մեծ խորացող շիֆտ բան խզվածք եւ այս առումով միանգամայն հասկանալի է եւ բոլոր այն վերլուծությունները, որոնք այսօր նշում են, որ Իսրայելը հայոց ցեղասպանությունը հիշում է հիշեցնում է Թուրքիային, որովհետեւ Թուրքիան էլ ըստ էության Իսրայելին է մեղադրել Գազայում ցեղասպանության մեջ, արդարացի է, բայց սա դեռ այսբերգի երևացող մասն է, որովհետեւ ակնհայտորեն մենք բացի հայոց ցեղասպանության խաղակարգի օգտագործումը այս կոնտեքստից զատ պիտի նայենք շատ ավելի մեծ կոնտեքստում, իսկ ինչ է կատարվում իրանական թնջուկից հետո իսրայելա-ամերիկյան հարաբերություններում։
Հավանաբար նկատել վերջին օրերին Միացյալ Նահանգների վարչակազմի Բարձրաստիճան պաշտոնյաներ Ջեյ Դի Վենս եւ այլոք բառացիորեն չեն թաքցնում, որ կարող է Իսրայելը կորցնել նաեւ ընդհանուր Միացյալ Նահանգների համար այն կարգավիճակը, որը ուներ, այսինքն բացառիկ արտանատոյական դաշնակցի ուրեմն կարգավիճակը։ Ինչու է սա կարևոր, որովհետև տեսեք ես երկու վարչակարգերի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին եմ խոսում, Բայդենի վարչակազմը Նեթանյահուի վրա մատեր թափ տալի, ասում էր չհարձակվես Գազայի վրա, չհարձակվես Իրանի վրա, չսադրես Իրանին։ Բայց բոլոր դեպքերում Բայդենի վարչակազմը նաև գեոստրատեգիական ծրագրերում այնուամենայնիվ հենվում էր Իսրայելի ստրատեգիական դիրքի վրա։ Թրամփի վարչակազմը, որը հիմա մեղադրվում է, որ ըստ էության Իսրայելը իրեն ներքաշել է մեծ ավանտյուրայի մեջ եւ Միացյալ Նահանգները գրեթե հայտարարվելուց փրկված դուրս են եկել ոչ ամենևին հաղթած իրավիճակում, այժմ այդ նույն վարչակազմը, որը ընկալվում էր, որ ավելի իսրայելամետ է, վերջո Տրամփն էր, որ հենց իր առաջին նախագահության շրջանում ուրեմն Միացյալ Նահանգների դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ, արժանանալով բազում երկրների բուրըն ուրեմն քննադատությանը, միևնույնն է, այնուամենայնիվ հիմա էլ շատ մեծ խզում է առաջանում տեսանելի դառնում Վաշինգտոնի, Տրամփի վարչակազմի եւ Իսրայելի միջեւ, որովհետեւ Տրամփի վարչակազմի քաղաքականությունն էլ Մերձավոր Արևելքում Թուրքիայի եւ Իսրայելի հետ կապված չես կարող չդիտարկել Հարավային Կովկասի եւ ավելի լայն կոնտեքստում, որովհետեւ Տրամփը տեսանելիորեն շեշտադրում է կատարում Հարավային Կովկասում Հայաստանի վրա։ Եվ այն ծրագիրը, ծովային եւ մուլտիմոդալ փոխադրումների ծրագիրը, connectivity ծրագիրը, որը պիտի իրականացվեր Իսրայելի վրա ստավկայով, խաղադրույքով, այժմ շրջանցում է Իսրայելը։ Ըստ որում, եթե նախկինում ուրեմն արևմուտք-արևելք հաղորդակցական ծրագրերում, ասենք օրինակ Բաքու-Թբիլիսի Ջեյհան, Բաքու-Թբիլիսի Էրզրում, Բաքու-Թբիլիսի Ղարս, այդ բոլոր ծրագրերում Թուրքիայի եւ Իսրայելի շահերը ժամանակին համընկնում էին խոշոր առումներով, քանի որ չկար սիրիական խնդիրը, չկար քրդական սրված հարցը, չկային այլ Գազայի հարցը, այսպես ուրեմն ճակատագրական նշանակություն չէր ունեցում նրանց հարաբերություններում, այդ ժամանակ այո Իսրայելը դժգոհ չէր արևմուտք-արևելք հաղորդակցության այն ծրագրերից, որովհետև դրանք ինչ-որ չափով նաև կապում էին իրեն Հարավային Կովկասի հետ։ Բայց այժմ, երբ իր հարաբերությունները սրվում են Թուրքիայի հետ, եթե այդ ճանապարհները շրջանցում են Իսրայելը, եւ Թուրքիան 2023-ին հայտարարում էր չեմ թողնելու, որ ինչ շրջանցող ճանապարհ լինի, որը անցնում էր Իսրայելով, այժմ ճիշտ հակառակն է տեղի ունենում։ Այժմ հաղորդակցության ծրագրերը Թուրքիան կապում են Կովկասին, հետո նաև ուրեմն Կենտրոնական Ասիային եւ Իսրայելի ազդեցությունը այս առանցքի երկրների վրա կա ընդամենը մեկ երկրում, Ադրբեջան։ Հիմա ես ամբողջ ինչու է կարևոր հասկանալու համար, որովհետեւ մենք երբեք չենք կարող անտեսել այն կոռելացիաներ, որոնք առկա են տրիպի շուրջ ընթացող այս եւ հայ-թուրքական հարաբերությունների, հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման, Հայաստանի ուրեմն կապող դեր լինելու, հանգույց լինելու այս ուրեմն առավել օր ավելացող նշանների խորապատկերին մենք չենք կարող անտեսել թե ինչ տարբերություն կա այն ծրագրերի մեջ, որոնք 20 տարի առաջ են իրականացում, որտեղ Իսրայելը ազդում էր իրավիճակի վրա եւ այսօր այն ծրագիրը, որը պիտի անցներ, այն միջանցք, որը պիտի Իսրայելին կապեր, իսկ Իրանը փլուզեց, Իրանը այդ ճանապարհը ընդհանրապես կասկածի տակ դրեց Հորմուզի միջանցքում կատարվող իրադարձությունների արդյունքում Իրանը ապացուցեց, որ ինքը այն ճանապարհը, որ եթե նույնիսկ Բայդենի վարչակազմը կառուցում էր Դուբայով, Միացյալ Արաբական Էմիրատներով, ուրեմն Սաուդյան Արաբիայով, Հորդանանով, այդ ճանապարհը հուսալի չի, ոչ միայն նրա պատճառով, որ Գազայի խնդիրը Իսրայելը չի կարող լուծել, այլ նաև Իրանի ուրեմն հնարավորությունները
այս տարածաշրջանում շատ մեծ են։ Հետևաբար Իսրայելը հայտնվում է խաղից դուրս վիճակում եւ այն ինչը որ տարիներ շարունակ փափագել են, որ իրենք պիտի դառնան այդ խաչմերուկ այդ հանգույցը եւ իրենցով պիտի անցնեն այդ խոշորագույն ուրեմն հաղորդակցական ծրագրեր, որոնք շրջանցում էին Սուեզի ջրանցքը եւ նվազեցնում էին Եգիպտոսի ու արաբական երկրների կարևորությունը եւ մեծացնում էին Իսրայելի դերակատարում որպես եվրոպական եւ մերձարևելյան ու աֆրիկյան տարածաշրջանները եւ հեռավոր ասիան կապող ճանապարհների խաչմերուկ, այդ ծրագիրը չկա։ Իսկ այն ծրագիրը, որ այսօր առաջամղում Տրամպի վարչակազմը, այդ ծրագրում էլ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները ոչ միայն լավանալու նշաններ ցույց չեն տալի, այլ դրանք գնալով շատ են խորանալու եւ հետեւաբար Իսրայելը խաղից դուրս վիճակում է։ Հետեւաբար ես պնդում եմ, իմ հիպոթեզն է, որ այս ամբողջի թիրախը ոչ միայն Թուրքիային ցավացնելն է, այլ նաեւ Միացյալ Նահանգների խնդիրները բարդացնելը տարածաշրջանում, փորձելով հայկական օղակի թունավորման միջոցով կանխել այս process-ները, որովհետև կրկնում եմ, Միացյալ Նահանգներն էլ արել է այնպիսի հայտարարություն Ջեյդի Վենսը, որ գիտեք կարող է Իսրայելի վրա այլևս խաղադրույք չանենք։ Արդեն դա առաջին անգամ ասվել է մի վարչակազմի կողմից, որը ըստ էության հանուն Իսրայելի մտավ մեծ արկածախնդրության մեջ Իրանի դեմ եւ չասեմ մազապուրտ, բայց լրջագույն կորուստներից խուսափելով դուրս է գալիս մի կերպ։ Եվ հիմա արդեն Միացյալ Նահանգներում հասկացել են, որ չէ, մենք եթե մեր շահը պնդում է, որ ուրեմն Իրանի հետ գնանք որոշակի համաձայնությունների, թեկուզ եւ դրան դեմ է Իսրայելը, մենք պիտի գնանք այդ համաձայնություններին։ Եվ այդ համաձայնություններին գնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հիմա դրա համար Իսրայելի թիրախներից առաջինը ոչ այնքան Թուրքիան եմ համարում, որքան համարում Միացյալ Նահանգները, որին արդեն, այսպես ասած, չի կարողանում ուղիղ շանտաժ անել Իսրայելը, այլ փորձում է կանխել այն ծրագրերը, որտեղ Միացյալ Նահանգները անընդհատ շոյում է Թուրքիային, որ քո դերը կարևոր է, որ դու առանցքային ուրեմն դերակատարում ունես, հիշում եք, չէ՞, առաջինը ով հայտարարեց Աբու Դաբիի հանդիպումից առաջ, Իլհամ Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի Աբու Դաբիի հանդիպումից առաջ, որ ամերիկյան դիվանագետը հայտարարեց տրեպի մասին։ Նա հայտարարեց Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանը, որը իր հայտնի ելույթում քաջալերում էր, որ երբ նայում էիք Թուրքիայի աշխարհագրական դիրքին, ապա դուք տեսնում եք, թե ինչքան կարևոր դեր է կատարում նա այս բանում։ Այս վերջերս էլ Ուրսուլա ֆոն դեր Լայենն է գովել, գիտեք։ Եվ Իսրայելը տեսնում է, որ աշխարհական խոշորագույն խաղացողները Եվրոմիությունը, որը նույնպես խնդրեմ ունի իր հետ Գազայի հարցում, հա, որովհետև նրանք նույնպես Եվրոմիությունը նույնպես չընդունեց Գազայում Իսրայելի արածը։ Ի վերջո միջազգային քրեական դատարանը Նեթանյահուին հայտարարեց հետախուզման մեջ գտնվող։ Հետևաբար Իսրայելում տեսնում են, որ խաղադրույքները կատարվում են այլ տարածաշրջանում, Իսրայելը այդտեղ չկա, որովհետև Թուրքիայի հետ այլևս չունի լավ հարաբերություններ եւ տեսանելի ապագայում չեն ունենա, որովհետեւ կարմիր գծերը հատել են երկու կողմերը եւ հետեւաբար ինքը հասկանում է, որ այս ճանապարհը կարող է դառնալ Իսրայելի ռազմավարական աշխարհակահաղական դերի նվազեցման ճանապարհը։ Այո, միջին միջանցքը, տրիպը, որի հետ կապված Եվրոմիությունն ու Հայաստանն էլ օրերս ստորագրեցին Connectivity այդ ծրագիրը, որտեղ Կարս Գյումրիից մինչև իմ հայրենի Տավուշի կայան ավտոմայրուղի է անցկացվելու եւ ինչպես որ շատերս էինք պնդում եւ ես առաջիններից մեկը միջին միջանցքի ամենաառանցքային օղակը ոչ այնքան Մեղրի 42 կիլոմետրանոց հատվածն է, որքան հյուսիսը, որ ամենակարճ տարածությունն է։ Եվ որպեսզի խաղը փլուզվի, պետք է ինչ-որ մեկը անկայուն օղակի դեր կատարի։ Եվ Իսրայելը գտել է, որ այդ մեկը կարա լինի Հայաստանը,
որտեղ մի գրակոծով մի քանի նապաստակ է խփում եւ առաջինը Թուրքիայից վրեժխնդիր է լինում իր գործողությունները Գազայում ցեղասպանություն որակելու համար, երկրորդը Միացյալ Նահանգներին ուղիղ դեմ չգնալով այնուամենայնիվ փորձում է մեզ խաղի մեջ մտցնել, որպեսզի մենք թունավորենք այն պրոյեկտը, որը ուզում է Միացյալ Նահանգները իրականացնել Թուրքիայի գլուխը շոյելով, Ալիևի գլուխը շոյելով եւ այլն, եւ նաեւ Եվրոպային պատժելով, որովհետեւ Իսրայելում են հասկանում, որ երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի դերը կարող է ինստիտուցիոնալ, եթե Հայաստանը նաև դառնա Եվրոմիության անդամակցող կամ դեպի Եվրոմիության անդամակցության գնացող երկիր։ Այսինքն, այս ամբողջ արտարապետությունը առավել ինստիտուցիոնալ է դառնում, եթե նաև Եվրոմիությունը այդ որոշումն է կայացնում քաղաքական եւ բոլորս ենք հասկանում, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը ոչ միայն դիվերսիֆիկացիայի այլ շուկաներ մուտք գործելու, այլև Եվրոմիության մաքսային գոտուն կապվելու սահմանն է։ Սիրելի հայրենակիցներ, դրա համար են Ռուսաստանում ճչում, դրա համար են ռուսական պրոքսիները Հայաստանում ճչում եւ փորձում այս ամենը ներկայացնել Թուրքիայի վերահսկողության կամ պրոտեկցիայի տակ անցնել, վիլայեթացում եւ այլ, ամբողջ դրա մասին բոլորը խորունկ գիտեն, որ իրականում Թուրքիան Հայաստան Եվրոմիությանը մաքսային գոտուն կապելու կարճ ցամաքային ուղին է։ Եվ որպեսի ինստիտուցիոնալանան այս հաղորդակցական ծրագրերը, միջին միջանցքը Եվրոմիության պարագայում տրանսկովկասյան տրանսպորտային միջանցքը եւ այլն, այս ամբողջը, եթե ինստիտուցիոնալ եւ Հայաստանն ստանա ստատուսը, ապա դա Իսրայելի համար դառնում է անշրջելի։ Հետևաբար, ինչ անել, փլուզել խաղը։ Հիմա եկեք հասկանանք մի շատ կարևոր բան։ Իսրայելը այնուամենայնիվ, քանի որ այդ ճգնաժամի մեջ է հայտնվել, իրանական խնդրով չի ստացել այնինչ ուզում էր եւ Միացյալ Նահանգները հիմա բառացիորեն հասկանում են, որ ես իմ հարցերը կլուծեմ Իրանի հետ դուրս կգամ, բայց դա չի նշանակում, որ ես քո հարցերն էլ կլուծեմ, կամ քո հարցերը այնքանով ինչքանով լուծում եմ բավարարվի դրանով, իսկ Նեթանյահուի կառավարությունը այդքանով չի բավարարվում։ Հիմա Իսրայելի բարձր տեխնոլոգիաների չգիտեմ ինչ որ sense մի հատ խառը անուն էր, նախարարը կառավարության ներկայացրել է ծրագիր Գազայի կամավոր վերաբերակեցման վերաբերյալ։ Սա նույնպես կարևոր էլեմենտ է այս կոնտեքստում, որովհետև Գազայում փորձում են արդեն մեկ այլ մոտեցմամբ, ինչու գնացին Իրանի վրա հարձակման։ Եվ որ Գազայում չկարողացան արաբներին հանեն այդ տարածքից, հիշում եք, անգամ Տրամպը հանդես եկավ բավականին արտառոց բանով, որ նույնիսկ առաջարկեց արաբական հարևան երկրներին ընդունել Գազայի փախստականներին, տեղավորել իրենց մոտ, որպեսզի ինքը Գազայում օազիս ստեղծի, ինչ-որ ատրակցիոններ, ինչ-որ գոտիներ ստեղծի, եւ որ Տրամպը չկարողացավ դա անել, մտածեցին, որ դե արի Իրանի ոտը կտրենք Մերձավոր Արևելքից, այդ դեպքում Գազայի խնդիրը կլուծի։ Հիմա Իրանի խնդիրն էլ չկարողացան լուծել, արդյունքում Գազայի խնդիրը մնացել է սեղանի վրա։ Եվ նա Իսրայելը հերթական փորձն է կատարում եւ շատ լավ հասկանում է, որ ճիշտ այնպես ինչպես նախկին գործողությունների ժամանակ Թուրքիան լուրջ դիմադրություն ցուցաբերեց եւ ստանձնեց այսպես ասած Գազայի պաշտպանության հովանոցի եւ լիդերի դերը, այս անգամ էլ եթե ինքը սկսի Մոսադի մասնակցությամբ այսպես կոչված Գազայի բնակիչների կամավոր տեղահանման գործընթացը, հիշեք Արցախի տեղահանման հարցում նրա շահագրգռությունները որպես մոդել, որպես նախադեպ, որը չկարողացավ կիրառել, այժմ ինքը հասկանում է, որ այս ամբողջին դեմ հանելու համար ինքը կանխարգելիչ Թուրքիային պետք է մի հատ հիշացնի, որ դու հայերին կոտորել ես, հանկարծ ինձ չմեղադրես, որ ես Գազայում ցեղասպանություն եմ։ Թուրքիան շարունակում է մեղադրել Նեթանյահուի կառավարությանը, որ դու ցեղասպան պետություն ես։ Հիմա այս ամբողջ բարդ պատկերի մեջ իհարկե թիրախները շատ են։ Իհարկե Իսրայելի հետապնդած նպատակները շատ են,
եւ դրանք որևէ կերպ ներեցեք իմ վերլուծության մեջ չեն համընկնում կներեք հայկական պետության շահերին։ Այո, դրանք էական են։ Ես թող այս խոսքերս կոնտեքստից չկտրվի եւ ասեն Ստեփան Սաֆարյանը դեմացած բացարձակապես պատմական փաստը արժանի է ճանաչման։ Դա առանցքային է։ Բայց այս պարագայում ես ուզում եմ ուղղակի այս վերլուծությունը բերեմ բոլոր նրանց, ովքեր հիմա ինչ որ պնդում են, որ Իսրայելի եւ Հայաստանի շահերը համընկնում են, չկա այդպիսի շահերի համընկնում այս պահին։ Ես չեմ տեսնում։ Այս իմ նկարագրած մեծ պատկերում ճիշտ հակառակ ես տեսնում եմ, որ Իսրայելը շարունակում է մեզ համարել մրցակից, որտեղ նախկինում, եթե գլոբալ հաղորդակցության ծրագրերից մեկում պաշտոնապես իր վրա էր խաղադրույք կատարվում, հիմա խաղադրույք կատարվում է Հայաստանի վրա, այս ուղղությունը ավելի կարևորվում, որովհետև սա Կովկասը կապում է Կենտրոնական Ասիայի եւ ավելին հեռավոր Ասիայի հետ, այստեղ կա Չինաստանի խնդիր, այստեղ կա լիքը խնդիր Ռուսաստանի խնդիր, հետեւաբար այստեղ Միացյալ Նահանգները մի քանի խնդիր միաժամանակ լուծում։ Եւ առավել եւս, ինչպես նշեցի, նախկին ճանապարհը, որ Բայդենի վարչակազմի ժամանակ կարծում էին, որ հնարավոր է իրականանալ, Հորմուզի ուրեմն նեղուցի զարգացումները ցույց տվեցին, որ այս գիծն էլ կարա վտանգվի եւ Իրանը միանգամայն ուրեմն կարողություններ ունի նաեւ պարալիզացնի այդ ուրեմն առևտրային հաղորդակցական գիծը։ Հիմա այս առումներով ես ուզում եմ հասկանալ այդ ողջավորության պատճառներից, նույնիսկ եմ կրկնում։ Այս ամեն ինչում Հայաստանը այո պիտի զուսպ լինի։ Ես տեսա, որ վարչապետին հարց են տվել եւ ինքը ուղղակի բարձրացրել է, որ արձագանքելու որևէ անհրաժեշտություն չի տեսնում եւ ճիշտ արել հանուն արդարության։ Ես կիսում եմ այդ մոտեցումը եւ ես դա եմ խորհուրդ տալիս։ Ոչ միայն այն պատճառով, որ նախկինում մենք Գազայի պետությունը ճանաչել ենք, որտեղ միջազգային հանրությունը նույնպես ճանաչել է, որովհետև դա նույնպես էական դեր խաղաց, որպեսզի Թուրքիան առաջ շարժվի մեր այս միջանցքային ուրեմն մոտեցումներում խաղաղության խաչմերուկի հետ կապված եւ այլն, այլ նաեւ որովհետև առայժմ ջրերը շատ պղտոր են եւ ուղղակի այսպես ոգևորված ընկնել եւ գնալ միտեղ, որտեղ Իսրայելի նպատակն է, որ քեզ զրկի ուրեմն կարգավիճակից, այն կարգավիճակից, որ աշխարհը քեզ է տալիս, եւ որը դեռ չես ստացել, ու դեռ լիքը ճանապարհ կա անցնել, լիքը խութեր կան, լիքը խոչընդոտներ կան, ու ասենք դրանց ոգևորված հանուն պատմական արդարության, իսկ ինչ է տալու, ասենք այդ պատմական արդարության այս պահին ճանաչումը, նույնիսկ Իսրայելը ինքը չի կարողանում բացատրի մեզ, թե ինչու հիմա, ինչու այսպես։ Ես ամենևին չեմ ուզում գրգռել հակաիսրայելական տրամադրություններ, ազնիվ խոսք, եւ դուր չտակ նաեւ դրան։ Բայց այս ամեն ինչում ես տեսնում եմ ավելի շատ հետևանքներ, որոնց նպատակն է կանխել դա։ Հիմա կհարցնեք, իսկ Ադրբեջանը ինչու բան արեց, դեմ արտահայտեց։ Նախ առաջինը Ադրբեջանը շատ հետաքրքիր խաղ է։ Ես դեռ անցած տարի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում իրենց հրավերով զեկուցող էի եւ ներկայացնում էի տարածաշրջանային մեծ խճանկար հիբրիդային պատերազմների եւ այլնի հարցում եւ վերլուծել էի Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրված 10 քաղաքական խոշոր արտաքին քաղաքական նպատակներ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր, տրիպ եւ այլ, այսպես։ Եվ մի Ադրբեջանին վերաբերվող մի բաժին կար, որը վերաբերվում էր կոնկրետ Հայաստանի եվրոինտեգրմանը։ Եվ ես պնդել էի, որ Ադրբեջանը Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի եվրոինտեգրման հարցում խոշոր առումով որակել էի որպես պրագմատիկ, նախապայմանային պրագմատիկ, այսինքն պրագմատիկ այն առումով, որ ինքը կփորձի նաև, եթե իրեն հաջողվի, այդ Հայաստանի եվրոինտեգրմանը աջակցելու դիմաց իր տորգը
իր բազար, իր առևտուրը անի, ինչը միշտ արել է եւ սпасելի է, բայց հետաքրքիր բան էր, որ նրա դիրքորոշումը այս խնդրում չափազանց տարբերվում էր Ադրբեջանի դիրքորոշումից։ Իդեպ դահլիճում նստած են եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակները, Թուրքիայից Միլի Մեջլիսի պատվիրակության անդամների չկարողացան հակադարձել ուղղակի փորձեցին, այսպես ասած, պաշտոնական դիրքորոշումները սվացած դիվանագիտական ձևակերպներ ասել, որ գիտեք, մենք հարգում ենք ձեր վերլուծական մոտեցումները, բայց մեր դիրքորոշումն է Ադրբեջանը ստիպված եղավ հետո առանձին մոտենա եւ ասի, գիտեք, շատ հետաքրքիր վերլուծություններ էս հատվածը փորձեն քննարկել ինձ հետ եւ համոզվեմ, որ այնուամենայնիվ տրված գնահատական ճիշտ է։ Իսկ ինչ էի գնահատել։ Ես գնահատել էի, որ Ադրբեջանը շագրգռված չլինելու Հայաստանի եվրոինտեգրման հարցում։ Եվ Ադրբեջանի դիրքորոշումը ձևակերպել է այսպես. բացահայտ անտարբեր, անբացահայտ դեմ, որով ինքը բացարձակ ընդհանրություններ էր ստանում Ռուսաստանի հետ։ Որտեղ Ռուսաստանը, նույնպես գիտեք, դա չհիմնավորեմ, բացահայտ դեմ Հայաստանի եվրոինտեգրման նպատակին։ Պարզած հիմա արդեն շադրեմ էլի ինչա կատարվում այդ առումով, բոլորը այդ հայտարարություններին հետևում եք, որոնք գալիս են ամեն օր Մոսկվայից, պահանջելով մեզանից հանրակրվեներ եւ այլն։ Սպառնալով որ մենք ծանր գներ գին կվճարենք դրա արդյունքում եւ այլն։ Ես պնդել եմ, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը շարունակում են ունենալ ընդհանուր շահագրգռվածություններ նաեւ այս խնդրում Հայաստանի, բայց իհարկե դիրքորոշումները նույնն են։ Գիտեք, բանակցությունների մեջ մի բան կա, քաղաքական մեջ position-ը եւ շահերը դեռևս նույն բանը չեն։ Դու կարող ես ունենալ տարբեր նույն position-ները, բայց տարբեր շահագրգռվածություններով։ Հիմա այդ շեշտերով ես նշել եմ, որ Ադրբեջանը Հայաստանի եվրոինտեգրման հեռանկարից վախենում է, որովհետև հասկանում է, որ դա Հայաստանին ուժեղացնում է, որ դա Հայաստանի վրա խաղադրույքները մեծացնում է, որ Հայաստանը հետագայում կարող է եվրոպական ավելի մեծ թատերաբեմ օգտագործի իրեն պարտադրելու արցախցիների վերադարձի իրավունքի եւ այլնի գնահատականներ տան Արցախում իր արած այլանդակությունների եւ այլն, այսինքն եւ սրա մասին շատ հետաքրքիր մեր տվյալների բազայի ծրագրի շրջանակներում շատ հետաքրքիր շերտեր էինք բարձրացրել եւ հիմա ինչն է հետաքրքիր սա այս ամբողջ միջանկյալ վերլուծությունը բաժինը կատարեցի ցույց տալու համար թե ինչու այնուամենայնիվ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը ուրեմն հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ունի այս տեսքը, որը մենք այսօր տեսանք։ Իսկ ինչ էին ասել այսպես, ուղղակի այնպես մի կողմից հայտարարել էին, որ Թուրքիային ցույց տալու համար, որ մենք քո կողքն ենք, Թուրքիային ցույց տալու համար։ Բայց նաև իհարկե այնտեղ մի հատ բան էլ կար, մտահոգություն էլ կար, որ իրանց հայտարարության տեքստում կար, դե որովհետև հիմա իրենք նորից դերի մեջ են մտել, ճիշտ այնպես ինչպես 92 թվականից հետո, երբ առաջին պատերազմը սկսվեց, իրենք ագրեսոր կողմը լինելով մտան զոհի դերի մեջ եւ հայկական դիվանագիտության թույլտվությամբ կարողացան խեղաթյուրել հակամարտության էությունը եւ հանդես գալ որպես զոհ, հիմա էլ գիտեք այս շրջանում հիմա էլ փորձում են զոհի դերի մեջ մտնել, անգամ դրա մեջ տեղավորել, այսպես ասած, արևմտյան Ադրբեջանի 300,000 ադրբեջանցի փախստականների վերադարձ բոլոր դիսկուրսները փորձում են այդ ադրբեջանցին զոհա այդ կոնցեպտի մեջ տեղավորել, որ հայերը մեզ հələ դեռ բաներ ունեն վերադարձնելու եւ այլն։ Նու իհարկե իրանք հիմա դժգոհ են եւ հիշացրել են, որ Իսրայելին ասել են ցավ են հայտնել, որ գիտեք բան դուք փոխանակ իրական ցեղասպանությունը ճանաչեք, նկատի ունեն Խոջարու եւ այլն, ճանաչել եք բան խեղաթյուրումը պատմության եւ այլն։ Այսպեսի մի գնահատական են տվել, բայց խոշոր առումով Ադրբեջանը բենզին ալեցել կրակի վրա, որովհետեւ ինքն էլ Իսրայելին, ինչպես Իսրայելն է վախենում, որ այս միջանցքը կստեղծվի եւ Հայաստանը կդառնա արևմուտքի միակ եւ անփոխարինելի վստահելի գործընկեր եւ Եվրոպայի եւ Ամերիկայի համար եւ բոլոր հայտարարությունների, բոլոր գործողությունների դրա մասին են, որովհետեւ ինչքան էլ կարեւորի Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային, միևնույնն է Թուրքիան վստահելի գործընկեր չի, ոչ ՆԱՏՕ-ում, ոչ ընդհանրապես, բայց չեն կարող անտեսել այդ երկրի կարեւորությունը եւ ՆԱՏՕ-ում, եւ Մերձարևելյան տարածաշրջանում։ Հիմա ինչու եմ այս ամբողջ շերտերը բացում, որովհետև նկատելի է, որ անգամ այստեղ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները բաները տարբերվում են, շահերը տարբերվում են, որովհետև Իսրայելը հարվածում է նրան,
ինչը չի ուզում լինի եւ դրանցից մեկը այդ որ ասացի հայ-թուրքական սահմանը դա Հայաստանի նաեւ Եվրոպայի այսպես ասած սահմանի չասեմ սահմանն է Եվրոմիության սահմանը չի, բայց դա Եվրոմիության մաքսային գոտու սահմանն է։ Եվ գիտեք վերջին շրջանում ընդունված տարածքային որոշումները, որտեղ երկու կողմերը դա կարծեմ մի քանի շաբաթ առաջ էր, շաբաթ կամ երկու շաբաթ առաջ էր, թե ընտրությունից առաջ էր, երբ որ նույնիսկ ըստ էության արդեն երկու կողմերը կարող էին որպես արտահանվող երկիր, վերջին երկիր նշել համապատասխանաբար Թուրքիային եւ Հայաստանը եւ այլն, այս օգտագործել Վրաստանի կոմունիկացիաների երկաթուղիները Թուրքիայի տարածք դուրս գալու եւ Թուրքիայի տարածքով Եվրոմիության շուկաներ դուրս գալու եւ այլն առումով բավականին լուրջ ստրատեգիական որոշումներ ընդունվել, որոնք այս խաղը առաջ են տանում, իսկ այս խաղում Ադրբեջանը մտահոգված է, որ Հայաստանը ավելի է հզորանալու եւ այն հարցեր, որ ինքը ուզում է փակ համարել, կարող են փակված չլինել, եւ Իսրայելն էլ վախենում է, որ ուրեմն Իսրայելն էլ վախենում է, որ այն դերը, որ ինքը 3 տարի առաջ ուներ, այդ դերը այսօր տրվում է Հայաստանին, եթե կուզեք նաև ինչ-որ չափով Թուրքիային, աշխարհագրական կարևորության առումներով։ Եվ ահա այս թեման բացել են, Ադրբեջանն էլ կրակի վրա բենզին է լցնում, որովհետև Ադրբեջանն էլ մի կողմից չի կարող Թուրքիային դեմ գնալ, բայց նաև մյուս կողմից չի կարող ինքը զոհաբերել Իսրայելին։ Եվ հետևաբար փորձում է այդ դաշտ մտնել, կոչ անելով Իսրայելի կառավարությանը, ուրեմն վերանայել, չգիտեմ, եւ այլն, այսպես բաներ, բայց այդ ամբողջը ընդամենը 3 բանտանոց լացա, եւ այս մեծ պատկերը շատ բարդ բան է բացում, մանավանդ որ հիմա էլ ինչպես նշեցի, սպասվում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան, որը չի կարող շրջանցել connectivity ծրագրերը, որոնք ստորագրվել էին արդեն 1 շաբաթ առաջ Բրյուսելի եւ Երևանի միջեւ, եւ որոնք վերաբերվում են Եվրոպա, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, ուրեմն Կենտրոնական Ասիա, Ղազախստան, ուրեմն եւ այդպես շարունակաբար դեպի Չինաստան ու ավելին, այս հաղորդակցությանը եւ սա այս ամբողջը նաեւ բացում է երկրորդ զարգացման ուղին, հատկապես Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ խաղաղության պայմանագրի, այսպես ասած, գործնական մեխանիզմների ամրագրման տենդենսների դեպքում, որը Հայաստանի խաղաղության խաչմերուկ ծրագիրը դարձնում է ուղղակի գլոբալ նշանակության մեծ նախագիծ եւ այո, Միացյալ Նահանգները եւ Իրանը շահագրգռված են լինելու դրանում, որ այդ բոլոր հաղորդակցության ուղիները, այդ թվում եւ Հնդկաստանից Իրանի տարածքով Հայաստան մտնողները հատվեն Հայաստանում։ Սա մի բան է, որը բացարձակապես դեմ էր, որին բացարձակապես դեմ էր Ադրբեջանը եւ նրանք, ովքեր հետևել են այս տարվա փետրվարին Մյունխենի անվտանգության կոնֆերանսում իմ ու Իլհամ Ալիևի լեզվակռվին, պատճառը դա է եղել, որովհետեւ Ալիևը չթաքցրեց այդ միջազգային հանրության մոտ, որ ճանապարհները հանգուցվում են իր մոտ։ Ես հիշեցրեցի, որ ճանապարհները հանգուցվում են Հայաստանում, որովհետև խաղաղության պայմանագիրը այլևս ոչ միայն Եվրոմիության եւ Հայաստանի ստորագրած ռազմավարական ծրագրերով են համարվում ռազմավարական համատեղ ռազմավարական ուրեմն օրակարգի մաս, այլ նաեւ Միացյալ Նահանգների հետ ըստ որում երկու ադմինիստրացիաների օրոք։ Եվ Երևանը շատ մի խելոք բան էլ արեց, եւ որ վերջերս Մարկ Ռուբիոյի հետ Արարատ Միրզոյանը ստորագրեց համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որովհետև այնտեղ մի համաձայնագիրը վերաբերում էր տրիպի պայմաններին, մյուսը վերաբերում էր ռազմավարական համագործակցությանը, այսպիսով Երևանը այն, ինչ ստորագրվել էր Բայդենի օրոք, դարձրեց նաև հանրապետական ադմինիստրացիայի հետ ստորագրված օրակարգի մաս, այսինքն անկախ նրանից Ամերիկայում ով կլինի իշխանության, ով կգա աշնան իշխանության, Երևանը հասել է նրան, որ երկու կուսակցությունների դեպքում էլ, հաղթանակի դեպքում էլ
այս հաղորդակցական ծրագրերում հանգույցը հանդիսանում է Հայաստանը եւ Հայաստանի վրա խաղադրույքը կատարվում է։ Հիմա այս ամբողջի արդյունքը նա է, որ դրա համար ես շարունակում եմ համարել, որ այնուամենայնիվ Իսրայելի հետապնդած այս քայլերը ոչ միարժեք են եւ որոշ զարգացման սցենարների դեպքում ոչ ամբողջությամբ են համընկնում մեր շահերին, բայց սա էլ մի բացարձականացրեք։ Չբացարձականացնենք այն առումով, որ այնուամենայնիվ Թուրքիան էլ շարունակում է նախապայմանային հանուն Ադրբեջանի եւ հանուն Հայաստանից, ինչպես նշեցի, պրագմատիկ իր դիրքորոշման, Հայաստանից անդադ ինչ-որ բաներ կորզելու այդ իր մոտեցման, սա նաեւ կարող է գործոն լինել Թուրքիային ստիպելու գործել ապացուցելու համար, որ ինքը կամ գրավելու Հայաստանի ուշադրությունը եւ անելու այն քայլերը, որոնք նախկինում հապաղում էր անել, այսինքն մենք սա կարող ենք օգտագործել որպես արագացուցիչներ Իսրայելի կողմից այս ճանաչումը, որ Թուրքիան ստիպված լինի ապացուցել, որ ինքը հայերի նկատմամբ ցեղասպան մտադրություններ չունի եւ այլն, որ ինքը ճիշտ հակառակը հայերի հետ հաշտեցման, այսինքն մենք այս գործոնը կարող ենք օգտագործել հիմա, որքան էլ Իսրայելը այլ բան է ուզում ստանալ, հա, իմ դիտարկումներով, այնուամենայնիվ մենք այս գործոնը կարող ենք օգտագործել, հետեւաբար մենք պետք է Իսրայելի կողմի ճանաչմանը վերաբերվենք լուր, ուրեմն դիտողի դերում եւ փորձենք արագացնել Թուրքիայի քայլերը, օգտագործելով նրա վրա նմանատիպ ճնշումները, որպեսզի նա ապացուցի հակառակը։ Սիրելիներս, այսքանն էր իմ վերլուծությունը, պատկերացրեք Մադամ Տուրկոտն էլ է հետևում մեզ, բարի երեկո Մադամ Տուրկոտ, դուք հետագայում կարող եք նայել հաղորդման առաջին մասը, որը վերաբերվում է ձեզ, հա, որտեղ ձեզ ուղղված ուղերձներ կան, եւ դուք այսուհետ պարտավոր եք զբաղվել բացառապես Միացյալ Նահանգներում ձեր քաղաքային խորհրդի հարցերով եւ քիթիկներդ, ձեր մեծ Զեյնաբ Խանլարովա քիթիկները չմտցնեք Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ։ Հեռու մնացեք, որտեղ այլևս չենք հանդուրժելու ձեր հիբրիդային կրմլահպատակ եւ այլ գործողությունները, որոնցով դուք ուղղակի փորձում եք վտանգի տակ դնել այն, ինչ ունենք մենք մեր երեխաների հետ։ Ձեր տունը թույլ եք տվել քանդել, մենք թույլ չենք տալու, որ մեր տունն էլ քանդեք, այնպես որ լինեք հրեա, լինեք Զեյնաբ Խանլարովա, լինեք, չգիտեմ, ով, Թրամփը թե որևէ մեկը, մենք ձեզ թույլ չենք տալու։ Քիթներ թխոթեք, հեռու եք մնում, այո, ընտրական իրավունք չես ունենալու, ավելին շատ այլ իրավունքներ էլ չես ունենալու։ Մադամ Տուրկոտ եւ մնացած մարգոներ։ Սիրելիներս, այս նոտայով ավարտում ենք մեր վերլուծությունը, վաղը կհանդիպենք իմ դատական բոդիսականների թեմայով, որովհետև կուտակված ահռելի նյութ կա, ես քանիցս խոստացել եմ, բայց օրակարգում հայտնվող խնդիրները անընդհատ ինձ ստիպում են դրանց մասին խոսել, բայց երեք էլ ասացի, միայն ես գիտեմ իմ ներսում ինչա կատարվում եւ ես ինչ անհաշտ պայքար ունեմ այս իշխանությունների հետ, քաղաքացիական պայմանագրի հետ, դատական իշխանությունը տոտալ ձախողելու պատճառով, որտեղ մենք շատ բաներ ուղղակի չենք ունենա եւ եթե ուղղակի ժամանակին լսած լինեին, թե ինչ էր պետք անել։ Կհանդիպենք սոցիալական ցանցում, արդեն գրավոր ռեժիմում, սիրելիներս, բոլորիդ գրկում եմ, մաղթում եմ հաճելի երեկո, վայելեք ձեզ, ձեր ընտանիքը, ձեր քաղաքը, ձեր միջավայրը, կհանդիպենք վաղը, ժամի մասին լրացիչ կտեղեկացնեմ, ու ի դեպ նաև, քանի որ իմ շատ պաշտելի Գնել Սարգսյանն էլ դիտում, գնել պատրաստվիր, այսօր ես լուրջ դիտողություններ եմ ստացել մեր ընկերների կողմից, հաջորդ եթերներում արդեն մենք հանդես ենք գալու հայկական վեկտորով, ինչպես եւ պայմանավորվել ենք, այնպես որ ասում եմ մի խելքը լավ է, բայց երկու խելքը ավելի լավ է։ Սիրով սպասեք մեզ, մենք էլ ձեզ ենք սիրով սպասելու,
այնպես որ կհանդիպենք շատ շուտով Գնել Սարգսյանի եւ Հայկական վեկտորի այլ իմ հրաշալի ընկերների հետ միասին։ Լավ եղեք, մենք ձեր համար անակնկալներ շատ ունենք, բայց ես ասել եմ, որ միջազգային մատեմատիկական հարցերի հայկական ինստիտուտը շատ լուրջ էքսկլյուզիվ անակնկալներ ունի հայ հանրությանը։